Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք նորալուսնի մասին, կտեսնենք թե ինչ է բոլորի սպասվելու այսօրը, որովհետև նոր էներգիա է, նորալուսնի հետ մեկտեղ մարդիկ նորովի ինչ-որ բաներ են ցանկանում սկսել, ինչ-որ բաներ անել, ուղղել իրենց մոտ, և տեսնենք ձեզ մոտ ինչ է փոխվելու։ Ամեն մեկին կնայենք երկուական քարտ, տեսնենք ինչ է սպասվելու ձեզ, ինչ է փոխվելու ձեզ մոտ, դուք ինչ եք փոխելու ձեզ մոտ։ Կարող եք կանխատեսումը նայել և ասցենդենտի, և լուսնային, և նաև ձեր բնական է արևային նշանով։ Լուսնով կարող եք նայել ձեր էներգիան, թե ինչպիսի էներգիա կլինի, ինչպիսի էմոցիաներ կունենաք այս նորալուսնի էներգիայի հետ կապված։ Սա սկսելու ժամանակն է։ Սպասեք ամսի 17 անցնի և սկսեք։ Յուրաքանչյուր բան կարող եք սկսել ձեր կյանքում։ Այս քարտերը վաղուց չեմ օգտագործել։ Չենք նայում։ Այս քարտերը վաղուց չեմ օգտագործել, ով ինձ հետ է երևի գիտի, մոտ 1 տարի կլինի, չէ՞ որ չեմ օգտագործել։ Շատ վաղուց եմ գնել։ Ենք դեռ թարմ են։ Հենց ես չկարողանալ խառնելու պատճառով, որ ես իրեն շատ չեմ օգտագործում, բայց իրենք շատ յուրահատուկ քարտեր են։ Դե ինչ արած, փորձենք խառնել։ Մի կերպ։ Ահա, տեսնենք թե խոյերին ինչ է սպասվում այս նորալուսնի ժամանակ։ Մեկ քարտը այսպես կհանենք, մյուս քարտը հիանալի քարտեր են ընկել մեկը մյուսից լավ։ Դե այս քարտերը ընդհանրապես խոստանում են ձեզ կայունություն։ Այս նորալուսնի ժամանակ ինչ-որ մի բան ձեզ մոտ կկայունանա։ Ավելի աշխատասեր կդառնաք, ինչ-որ հարցերում կկարողանաք ավելի հավեսով աշխատել, ավելի լավ, միգուցե ինչ-որ բաներ են լավանում ձեր աշխատանքի վայրում, դրա համար կարող է այդպես ավելի շատ։ Կարող եք սրանով նաև աշխատանք գտնել, որտեղ եթե մարդը աշխատասեր է, բնականաբար փնտրում է աշխատանք նաև։ Դե անձնական հարաբերությունները այստեղ դանդաղ են առաջ գնում, բայց հուսալի է, այսինքն ինքը, ոնց որ ասում են, կայունանում է, ամրապնդվում է, նոր հետո առաջ է գնում։ Աշխատանքը նույնպես այստեղ ևս առաջընթաց կնկատվի, միգուցե նաև նորալուսնի ժամանակ ինչ-որ մի բան է փոխվում ձեզ մոտ, կայուն եկամուտ, ոչ մի այստեղ ինքը ընդհանրապես գումարի քարտն է համարվում, և կայուն եկամուտ նույնպես առողջությունը ևս հիանալի է, շատ լավ է։ Դե ընդհանրապես աստղի մասին այստեղ շատ բան ինչ ասեմ, աստղը հենց դա աստղ է, կփայլեք աստղի նման։ Դե սովորաբար դա նշանակում է, որ մարդը ձգտում է, այսինքն եթե այստեղ շատ աշխատասեր լինեք, ավելի շատ առաջ գնա ձեր աշխատանքը, անձնական հարաբերություն, այստեղ աստղի նման կփայլեք։ Սա նաև դա նշանակում է, որ մարդը ավելի այս նորալուսնի հետ ինքն էլ է ծաղկելու գարուն է, և դուք ևս էլի ավելի վառ կլինեք, ավելի գերեվակ, մարդիկ ձեզ ավելի շատ կնկատեն, կտեսնեն, ձեր աշխատանքը ևս շատ կտեսնեն, կնկատեն, նույնն էլ հենց ձեր տնօրենությունը, ձեր այն մարդիկ, ովքեր որ ձեր կողքն են, աշխատում եք իրար հետ և այլն յուրաքանչյուր բաներ։ Դե սա նաև կարող եք օրինակ գնալ օտար երկիր կամ այնտեղից ինչ-որ մի նորություն լսեք կամ նաև ձգտումը լինի, ինչ-որ նորություն լսեք, եթե օտար երկրի հետ կապված ինչ-որ հարցեր ունեք, այնտեղից ինչ-որ նորություններ լսեք։ Այսքանը ձեզ համար, թող այս նորալուսինը ձեզ միայն հաջողություն բերի։ Գնենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին այս նորալուսնի ժամանակ։ Երկուսն էլ մեկը մյուսից հիանալի քարտեր են, հարգելի ցուլեր։ Սա առաջընթացի քարտն է, ընդհանրապես, սա մարդը ամեն ձևով առաջ է գնում և հենց ոնց որ ասում են նորալուսնից հետո կսկսեք
ձեր գործերը առաջ մղել, հարաբերությունները առաջ մղել, այն ինչ որ կար, այն ինչ որ կանգնած էր, հա, դուք կարողանաք առաջ տանել։ Սա նաև յուրաքանչյուր այնտեղ հարաբերություններ, աշխատանքում կարող առաջ խաղացում ունենալ, կարիերան առաջ տանեք, ուսման մեջ եւս հաջողություն ունենաք, գումար կարող է գալ, այսպես կարող է տեսակ անսպասելի նաև եւ շատ կարող է գումար ստանաք։ Նաև նորալուսնից հետո ինչ-որ մի բան կարող եք նշել, ինչ-որ մի տոն է, ուրախություն է ձեր մոտ, միգուցե հարսանիքի ամսի 18-ին, միգուցե ձեր հարսանիքն է, միգուցե ինչ-որ բան եք նշում, այստեղ ինչ-որ կարող աշխատանք եք նշում, աշխատանքի առաջ խաղացում եք նշում, հարաբերությունները կարող հաշտվում եք, դա եք նշում, ամուսնություն է սա նաև նշանակում, ուրախ փուլ, եթե ինչ-որ մի պատվերի վրա եք աշխատում, ապա սա նշանակում է հաջող ավարտ, գումարը կայուն է, նորմալ է, կգա, ամենայն դեպս ավելի լավ գումար կգա, առողջությունը իհարկե շատ լավ է այստեղ եւս, եթե նոր եք ընդունվել աշխատանքի, ապա սա եւս նշանակում է, որ շատ արագ կլինի ձեր առաջընթացը, արագ առաջ կգնաք։ Բարձր էներգիա ունեք, առողջությունը լավ է, այնպես որ եթե նաև ծանոթանաք ինչ-որ մեկի հետ այս շրջանում, եւս այդ հարաբերությունները արագ կզարգանան։ Այնպես որ սա արագություն է ձեզ մոտ, ոնց որ սկսելու փուլ է ձեզ մոտ, հա, ինչ-որ մի բան կսկսեք։ Հիանալի քարտեր են երկուսը, ոնց որ մեկը սկսում եք, մյուսում ուրախանում եք։ Այսքան ձեզ համար, թող որ այս նորալուսինը միայն լավագույնը բերի ձեզ։ Գնանք եկվորյակներին, տեսնենք եկվորյակներին ինչ է բերելու այս նորալուսինը։ Թռավ աստղը, դե փայլելու եք։ Ինչ է սպասվում այս նորալուսներին եկվորյակներին։ Եվ նույնն է, տեսեք, ինքը թռավ, ուրեմն պետք է ընկներ, ես պետք է թողեի ուրեմն։ Երկուսն էլ եւս էլի հիանալի քարտեր են այստեղ, դե աստղը բնականաբար նշանակում է, որ դուք աստղի նման կփայլեք, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել, յուրաքանչյուր այն ինչ որ կա, դե դա կարող է լինել ձեր աշխատանքի վայրում, այդպես փայլեք, նաև ոնց որ մարդը սկսում է նորովի հավատալ, որ կգտնի աշխատանք օրինակ, այսպես։ Նաև հավատ է առաջանում աշխատանքի հարցում, այսինքն որ դուք կկարողանաք այդ աշխատանքի վայրում ավելի լավ լինել կամ ավելի առաջընթաց կարող եք գրանցել։ Հույս է, սա բուժում է, սա նաև հավատ է։ Եթե հիվանդեիք, ապա սա նշանակում է, որ կբուժվեք յուրաքանչյուր հիվանդությունից այն ինչ կար ձեզ մոտ, այն ինչ խնդիրներ, որ առկա էր։ Գումարի հետ կապված եթե խնդիրներ կար, ապա սա եւս ասում է, որ այն դանդաղ կբարելավի ձեզ մոտ։ Հարաբերությունները նույնպես, եթե խնդիրներ կային, ապա սա վերականգնում է հարաբերությունների, հույս է նաև հարաբերություններում, որ ամեն ինչ լավ կլինի։ Դե եւ նաեւ այնտեղ գումարի քարտն է, սա նշանակում է, որ հենց գումար կստանաք։ Ամենայն դեպս թակավորն է այստեղ, դա եւս է, դա արդեն հարստություն է նշանակում։ Հարստություն, նաեւ մարդը այնպեսի դիրքում է գտնվում, որ վերահսկում է ամեն ինչ, գուցե շատ մեծ գումար է գալիս ձեզ այս նորալուսնից հետո։ Հարաբերությունները այստեղ կամ կծանոթանաք այնպիսի մարդու հետ, ով որ ֆինանսապես բավականին ապահովված կլինի, կամ սա նաև ձեր զուգընկեր է, թե տղամարդ է, դե ընդհանրապես ինքը տղամարդ է համարվում, բայց կապ չունի, ամենայն դեպս իր մոտ ֆինանսները ավելի կլավանան, ինչ որ կարող նորություն լսեք, ինչ որ մի բան է։ Սա նաև բիզնես է, որ կարող եք բացել, մեծ հաջողություն ձեր բիզնեսում, եթե ունեք, սա նաև եկամուտը կարող է բարձրանալ կամ աշխատավարձը բարձրանալ։ Դե այստեղ առողջության հետ կապված նաև պետք է ուղղակի հասկանալ, որ
շատ եք ձեզ ծանրաբեռնում եւ մի փոքր պետք է հանգստանաք։ Սա նույնպես նմանատիպ ինչ որ բաներ էր ասում, հա, պետք է վերականգնվեք։ Գուցե ինչ որ կամ ծանր աշխատանքից հետո կարող եք վերականգնվել կամ ընդհանուր։ Պետք է ինքը լավ առողջություն է, բայց եւս պետք է մարդու ուշադրություն դարձնի, որ չգեր ծանրաբեռնվի։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ միայն հաջողություն բերի։ Տեսնենք խեցգետիններին, ինչ է սպասվում այս նորալուսնի ժամանակ։ Դե ինչ որ պահեր այստեղ չնայենք, եթե կընկնի նոր կնայենք, այդքան էլ հաջողակ կարճ էր, բայց եթե ինչ որ մի բան է ձեզ մոտ տեղի ունեցել, ցավ եք ապրել, հիմա արդեն ոնց որ այդ ցավը չեք զգում։ Տեսնենք խեցգետիններին ինչ է սպասվում այս նորալուսնի ժամանակ։ Ուժի քարտն է սա, մարդը ուժ, էներգիա կունենա ինչ որ բաներին հասնելու համար, սա հզորություն է նաև, ավելի շատ համբերություն կունենաք, ավելի շատ կվերահսկեք իրավիճակը յուրաքանչյուր հարցում, անձնական կյանքում նույնպես, այդ համբերությունն է, որ այնպես կանի, որ դուք կարողանաք հաշտվել, կարողանաք ինչ որ մի բանին հասնել, հասնել օրինակ սրտին, որ սիրահարվի ձեզ, այդպես։ Նաև առաջընթաց է, ձեր աշխատանքի վայրում կարող ցույց տալ ձեր ուժը, ձեր ներքին ուժը, ձեր կարողությունները եւ առաջ գնաք։ Գումարը դանդաղ է, բայց վստահ աճ է, այստեղ եթե բիզնես ունեք, եթե ինչ-որ մի բան, եթե դեռ զգում եք այդքան լավ չի, օրինակ նորալուսից հետո ինքը ամեն ինչը կկարգավորվի։ Առողջությունը եւս ինքը էլի վատ չէ, հա։ Ուժը այնպես է, որ մարդը եթե ուժ ունի, այսինքն էներգիան ավելի շատ է, բնականաբար չունի խնդիրներ առողջության հետ կապված։ Եվ այստեղ սա ոնց որ պայքար է, հա, պայքար է, պաշտպանություն է, ինչ որ մեկից կարող եք պաշտպանվել, ինչ որ բան դեմ կարող եք պայքարել, հարաբերություններում այստեղ եւս, հա, ցույց էր տալիս այստեղ, որ պետք է դիմադրեք, պետք է կարողանաք պաշտպանել ձեր դիրքերը հարաբերություններում։ Աշխատանքի վայրում եւս, եթե մրցակցություն կա, դուք ուժ կունենաք, որպեսզի կարողանաք դիմադրել յուրաքանչյուր այդ իրենց հարձակումներին, այդ իրենց ձևերին։ Դե նորալուսինը ձեզ նոր այդ հնարավորությունը կտա, նոր ուժ կտա, որ դուք կարողանաք պաշտպանել ձեզ։ Նաև պահպանել ձեր ունեցվածքը, այն ինչ որ ունեք, եւ մի փոքր կարող է լարված լինեք նորալուսնից հետո։ Ամեն ինչը ճիշտ կարգավորելու համար։ Միայն դա։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը միայն հաջողություն բերի ձեզ։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 17-ին, նորալուսնի ժամանակ։ Տեսնենք ավելի շատ։ Դա այստեղ թրերն է ընկել, որ ասում է ամեն կողմից ծակոց, ինչ որ նմանատիպ մի բան կարող է լինել, կամ ավարտվի դա։ Այսինքն դե նորալուսինը այդքան ավարտին չի վերաբերվում, կարող է ուղղակի ինչ որ մարդիկ ցույց տան իրենց այդ սուր կողմերը ձեր նկատմամբ։ Դե ընդհանրապես սա նշանակում է ոնց որ վախ, սահմանափակում, փակված եք ձեր մեջ հարաբերություններում եւս, հա, կարող եք ինքնամփոփ դառնալ, սահմանափակեք շփումը մարդկանց հետ, որտեվ կարող է ինչ որ մի բանը ձեզ դուր չգա հարաբերությունների մեջ, կարող է ամեն մի խոսք սուր տանեք, հա, ամեն մի խոսք այդպես ավելի լարված տանեք։ Աշխատանքի վայրում եւս սա այս քարտը ցույց է տալիս, որ ճնշված վիճակ է աշխատանքի վայրում։ Կամ իրոք, հա, ոնց որ այս նորալուսինը մարդկանց
դեմքն է ձեզ ցույց տալիս, որ եւ դա է, ոնց որ այդպես գումարը եւս այստեղ սահմանափակ հնարավորությունները, այսինքն չունեք ավելի շատ հնարավորություն գումար վաստակելու, այսքանն է, այսպես ոնց որ դա ընդհանրապես նորալուսինը տևում է 15 օր, դա 1 օր է տևում, բայց ինքը իր նվազման աճող ժամանակ, ինքը ոնց որ ավելի 15 օր է տևում։ Եվս կարող եմ ասել, այստեղ նյարդային վիճակ կարող է լինել, ձեզ մոտ պետք է առողջությանը հետևեք, որպեսզի ոչինչ չսրեք ձեզ մոտ առողջության հետ կապված։ Իսկ կողքի քարտը հենց ցույց է տալիս, որ մարդը ավելի չափավոր կլինի իր վերաբերմունքի մեջ, այսինքն այստեղ ոնց որ ցավը կտեսնեք, բայց դուք հետադարձ կարող եք ցավ չտալ մարդկանց, ուրիշ ձև սկսեք վերաբերվել, յուրաքանչյուր բան։ Հարաբերություններում եւս, ոնց որ խաղաղություն կմտցնեք, միգուցե հենց ինքնա այդ միայնակ մնալով, ձեզ սահմանափակելով հարաբերություններ, այս պահը զգում եք, որ լարված եք, ինչ որ աշխատանքի վայից կարող է լինել, գումարի պատճառով կարող է լինել, եւ մտածում եք, որ ավելի լավ է, որ ավելի հանգիստ մնամ, խաղաղ մնա հարաբերությունները, դրա համար այդ ինքնամփոփ ժամանակ մենակ եք մնում, չեք թողնում, որ հարաբերությունում խնդիրներ առաջանան։ Աշխատանքը նույնպես ինքը նորմալ զարգանում է առաջ, բայց դե միգուցե այստեղ աշխատակիցները եւս այդ ձեր հանդեպ վատ վերաբերմունք ունեն կամ ցույց են տալիս ձեզ, ասում եք, այս ինչ նոր բան է, ոնց որ սկսել սրանց մոտ, եւ զգում եք, որ կարող է ձեզ մոտ ինչ որ մի բան առաջ է գնում եւ դրանից էլ այդպես է տեղի ունենում։ Եվս ինքը կարող է սկզբում լարվածություն է առաջացնում առողջությունը ձեզ մոտ, բայց հետո ամեն ինչը խաղաղվում է։ Իսկ գումարը եւս, նորմալ վիճակ է, ճիշտ է, անհանգստություն կա, միգուցե շատ գումար չեք վաստակում, բայց ինչ որ հատուկ խնդիր չկա ֆինանսական։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ միայն հաջողություն բերի։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին այս նորալուսնի ժամանակ ապրիլի 17-ին։ Էլի պայքար է ձեզ մոտ, պայքար է հարաբերությունները կարգավորելու, պայքար է հարաբերություններում ավելի հարաբերությունները լավացնելու, աշխատանքի մեջ եւս կարող է պայքար լինել, որ ձեր դիրքի համար, որ դուք այդ դիրքում գտնվեք։ Դա այնպես է, որ յուրաքանչյուր ժամանակ մարդուն, եթե ուզում են աշխատանքից հանեն, այնքան են բզբզում, որ թեկուզ աշխատակիցները եւս եւ պետք է մարդը պայքարի իր դիրքի համար։ Այդպես չեղավ իմ ոտի տակը փորեցին ես էլ խանութում բաժնի մենեջեր էի, 3 բաժնի մենեջեր էի եւ տակս փորեցին, բերեցին ուրիշին։ Դրա համար եւս էլի կարող եք այնպես անել, որ փորձեն, դա համար սա պայքար է, որ դուք ձեր տեղը չզիջեք, ոչ ոքին։ Հարաբերություններում եւս էլի պաշտպանեք ձեր դիրքը, սա նաեւ մրցակցություն է աշխատանքի վայրում եւս էլի պետք է դիմակայեք, պահպանել ձեր ունեցվածքը, մի փոքր կարող է նաեւ սա լարվածություն ցույց տալ, ընդհանուր առմամբ առողջական վիճակի հետ կապված, կարող է լարվածություն ցույց տալ դա ձեզ։ Եվ բայց դուք այդ ամենը կկարողանաք հաղթել, որովհետև այս հաջորդ քարտը դա հաղթանակ է եւ նորալուսինը եւս էլ ինքը հաղթանակ է։ Առաջընթաց է ձեր կամքի շնորհիվ, ամեն ինչ կարող եք հաղթել այս պայքարում, յուրաքանչյուր բան, ինչ որ դե որ ասում եմ անձնական հարաբերություն ուզում եք ձեր դիրքերը ամրապնդեք, ուզում եմ գնամ աշխատելու, չէ, անդադ չէ, մեկ էլ այս նորալուսից հետո կարող դուք հասնել նրան, որ ասում է, հա լավ գնա աշխատի, նարվեսք իրար։ Այդպես է, ինչ որ պայքարը կարողանում եք հաղթել յուրաքանչյուր բանում։ Հարաբերությունները կզարգանան, դե այստեղ պայքարում եք ձեր հարաբերությունների համար, բնականաբար հարաբերությունները կզարգանան,
Եվս էլի հաջողություն այստեղ պայքարի միջոցով աշխատանքի վայրում եկամուտները կաճի, եթե եւս էլի պայքարող տեսակ լինեք եւ կարողանաք այնպես անել, որ յուրաքանչյուր կողմից եկամուտներ ստանաք եւս էլի, սա եւս էլի հաջողությունը ձեզ ասում։ Բարձր էներգիա, լավ առողջական վիճակ, այստեղ եւս այս պահերը, լարված պահերը կանցնի, որ կզգաք, որ ում դեմ եք պայքարում, ոնց որ փիղը առնետի դեմ պայքարի, այդպես ինչ-որ վիճակ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար եւ ընդհանրապես սա ընտրություն է, կարող եք ընտրության առջև կանգնած լինել։ Այս նորալուսնից հետո ինչ որ հարցում մարդը երկու կամ երկու աշխատանք են խոստանում, երկու հարաբերությունները եւ եւս դա համար այստեղ պայքար կա եւ նաեւ գումարը, երկու եկամուտների աղբյուր։ Գուցե արդեն որոշեք այդպես ինչ-որ նման գործ սկսել։ Եվս կողքից, էլի։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը միմիայն հաջողություն բերի ձեզ։ Գնանք կշարքներին։ Տեսնենք կշարքներին ինչ է բերելու։ Այդքան էլ լավ քարտ չէ։ Այդքան չեմ ֆիքսվում, որտեղ դժվար է խառնվում այս քարտը, ուղղակի սիրուն քարտերը։ Եվ կարող է անդադ դուրս գալ քարտ։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին այս նորալուսնի ժամանակ ապրիլի 17-ին։ Դե վատ քարտեր չեն, ընդհանուր առմամբ սա առաջ գնալու քարտն է, որ մարդը փորձում է առաջ գնալ յուրաքանչյուր պարագայում, ինչ էլ որ լինի, այնպես որ հիանալի է։ Այստեղ այս մյուս քարտն է, սա ընդհանրապես իմաստության քարտն է սա համարվում եւ կարող եք իրոք ինչ որ մեկին գտնել նորալուսնից հետո, որ ձեզ կարող է իմաստուն խորհուրդներ տալ, ճիշտ խորհուրդներ տալ։ Աշխատանքի հետ կապված սա կարող եք դադար վերցնել կամ վերլուծեք ինչ որ մի բան, կողմ բիզնես եք ուզում սկսել, ինչ որ գործունեություն եւ մի բան դադար եք վերցնում եւ ուզում եք հասկանալ արժե սկսել, արժե անել, թե ոչ։ Եվ հարաբերություններում եւս էլի պետք է այստեղ ուշադրություն դարձնել հարաբերություններին, որովհետեւ սա ովքեր որ միայնակ են, դեռ սա հենց միայնակություն էլ խոստանում է, ոնց որ դեռ նորալուսից հետո այստեղ հանդիպում ինչ որ մեկի հետ, դա այդքան էլ հնարավոր չէ։ Եվ ուշադիր եղեք, հա, հեռացման հետ կապված, որտեղ այստեղ եւս հա թրերն են սա, թուրն է սա։ Եվ դա եւս կարող է դեղ ունենալ, մարդը կտրուկ քայլանի, որտեղ թուրը ընդհանրապես այդպես է։ Եվ ձեզ մի փոքր հանգիստ է պետք։ Հանգիստ է անհրաժեշտ։ Ինչ որ բաներում հանգստանալ, հա, միգուցե դա ինչ որ կյանքում մի բաներ կան, որոնք որ իրոք պետք է այս դրամար, հա, ինչ որ բաներ կան, ոնց որ դադար է ձեզ պետք։ Դադար, հանգիստ վիճակ, մի հատ կարողանաք ոնց որ եւս կենտրոնանաք։ Իսկ ընդհանրապես այս կողքի քարտը եւս նշանակում է մի փոքր ագրեսիվություն, որտեղ ինքը թրերն է։ Եվ այստեղ եւս պետք է իրոք ավելի լավ է մարդը դադար վերցնի ինչ որ մի հարցի հետ կապված, քան ավելի շատ ագրեսիվ լինի։ Դրա համար այս նորալուսինը ձեզ այդ հնարավորություն է տալիս, որ փորձեք ավելի հանգիստ վերաբերվել ամեն ինչին, քան այսպես անընդհատ լարված լինեք։ Կարող եք շատ կտրուկ ոչը որոշում կայացնել, կտրուկ գործողություններ անել, նաև սա հենց ագրեսիան է։ Անձնական կյանքը եւս կարող է կտրուկ զարգանալ, անսպասելի զարգանալ, այսպես դուք էլ չհասկանաք ինչպես եղավ, այս կամ հանգիստ վիճակեր, հետո արագ գնում է առաջ, դա էլ կարող է լինել նորալուսնի հետ աճում է ձեր հարաբերությունները։ Աշխատանքի վայրում եւս արագ որոշում կկայացնեք, այստեղ ճիշտ է կարող է մինչեւ այդ էլ կարող է դադար եք տվել եւ որոշում եք կայացնում եւ հիմա այդ որոշումը վերջնականապես կայացնում եք։ Գումարի հետ կապված եւս ներդրում կարող եք անել, ոչ ռիսկային քայլ, ինչ որ բան կարող եք գնել ձեր գործերի համար։ Եվ ուշադիր եղեք, որ հա շփոթ դե սա մարդը իմպուլսիվ գործողություններ է անում եւ հավանական է ոչ վնասվածքներ։ Դե այստեղ հենց դա է ասում, մի փոքր հանգստություն է ձեզ պետք։ Այս նորալուսնից հետո
կամ դադարը վերցրել եք, հիմա արդեն ժամանակն է ինչ-որ բան առաջ տանելու վերջում։ Բայց ավելի հանգիստ ոճի մեջ, ոչ թե թուրը դա ալի առաջ է, բայց թուրը դա սուր գործիք է, մարդը ագրեսիվորեն կարող է գնալ առաջ։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ ամենալավը բերի։ Գնանք կարիճներին։ Կորուշները երևի թե որոշել են տեղափոխվել ինչ-որ մարդիկ։ Դե շատ չեմ ֆիքսվում, ինչ դժվար է քարտերը խառնելը։ Տեսնենք, այս նորալուսնի ժամանակ ինչ է սպասվում կարիճներին։ Դե նրա շարունակությունն է։ Եվս գավաթներ, սա ընդհանրապես հաղթանակի քարտն է։ Յուրաքանչյուր տուզ քարտի դա վերջն է, նաև սկիզբը։ Իմ համար սա ավելի շատ վերջն է, որովհետև դե կարողանում եք յուրաքանչյուր բան ավարտել։ Իսկ սա նշանակում է արդեն հաջողավարտ, հաջողություն յուրաքանչյուր հարցերում, նաև սեր, նոր զգացմունքներ, մարդը ավելի հոգևորի կողմն է, ավելի Աստծուն է մոտ, այսպես ինչ-որ պահեր կարող ձեզ մոտ լինել։ Անձնական հարաբերություններում եւս էլի նոր սեր, խորը զգացմունքներ դիմացինի հանդեպ, գուցե ինչ-որ մեկն է հանդիպում կամ թարմանում է ձեր հարաբերությունները, թարմանում է ձեր սերը նորալուսնից հետո։ Աշխատանքը սա ներշնչանք է, սա նոր հնարավորություններ են, սիրելի գործով կզբաղվեք ավելի շատ այս նորալուսնից հետո, լավ բաներով, մի խոսքով։ Գումարը սա չեք կենտրոնանա գումարի վրա ավելի շատ ոնց որ կենտրոնանաք այն ինչ որ դուք անում եք, ավելի սիրով անեք։ Բայց հնարավոր է նաև այստեղ ֆինանսական վիճակը բարելավի։ Բնականաբար ինքը տուզն է եւ չեմ կարող այն անտեսել, ինչքան էլ որ գումարի տուզը չէ։ Ամենայն դեպս ինքը եւս ինչ որ կարող բան ավարտեք եւ այդպես մեկ ոնց որ գումար այդպես տան ձեզ։ Վիճակը ձեր առողջության եւս էլի շատ լավ է, ոչ մի այստեղ ոչ մի տեսակի խնդիրներ չունեք։ Իսկ հաջորդ քարտը սա եւս էլի տեսնում եք այստեղ լավ վերաբերմունք ունի, այստեղ կենթանու հանդեպ, չգիտեմ երևում է թե չէ, այստեղ ձուկ է եւ մարդը ձուկն էլ էլի նույն ոնց որ լավ վերաբերմունք է մարդկանց հանդեպ եւ մարդիկ ձեր նկատմամբ եւ դուք մարդկանց նկատմամբ, միգուցե ինչ որ նորալուսնից հետո ինչ որ մի բան է փոխվում ձեզ մոտ հարաբերություններում, ձեր շփման մեջ ոնց որ դուք եւ մարդիկ ոմանք կարող են ստանալ սիրո առաջարկ, ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն դա կարող է լինել, առաջարկեն առաջին ժամադրություն, դե ովքեր որ ընտանիք են կարող ինչ որ մի բան է թարմանում ձեզ մոտ, երկու քարտն էլ դա է ասում, ավելի ուրիշ կերպ կսկսեք վերաբերվել մեկը մյուսին, ուրիշ կերպ կսկսի հարաբերությունները այդպես շարունակվել։ Աշխատանքի հետ կապված ավելի ստեղծագործական կլինեք, ավելի են որ մուսա կարող է նաև գալ եւ կարողանաք ավելի լավ անել ձեր աշխատանքը, ավելի հետաքրքիր, եթե դուք եք որոշում ինչ անեք, դուք եք ձեր գլխի տերը, ապա ինչ որ հետաքրքիր դիզայն կարող եք հորինել։ Դե փոքր եկամուտ է սա նաև, շատ մեծ եկամուտ չէ, եւ առողջությունը եւս էլի լավ է, մեր երկու քարտերով եւս, առողջությունը հիանալի է, եկամուտը եւս։ Դա այստեղ փոքր է ցույց տալիս, այստեղ կարող մեկ վճարում, այսինքն արեցիք, տվեցիք, ապրանքը այդպես եկավ։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ համար միայն հաջողություն բերի։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում այս նորալուսնի ժամանակ աղեղնավորներին, ապրիլի 17-ին։ Այստեղ
Նոր է նաև ընտրության առջև եք կանգնելու այս ժամանակահատվածում։ Ուրեմն այստեղ մարդը ավելի հասուն եք դառնում, ավելի փոխվում է ձեր մտածելակերպը, զգացմունքները ավելի լավ կկարողանաք կառավարել, վերահսկել, անձնական կյանքում սա կայունություն է, ոնց որ հասուն սեր, այդպես, դե հարաբերությունները ուրիշ կերպ են, թռիվռիչ են, ավելի լուրջ են, մեկը մյուսին ավելի լուրջ է վերաբերվում։ Աշխատանքի հետ կապված սա ճիշտ կկառավարեք, ճիշտ կղեկավարեք, եթե ղեկավար պաշտոնում եք նստած, ձեր աշխատանքը, ձեր բիզնեսը եւս այդ կարգու կանոնը կկարողանաք ճիշտ անել, որն է կանոն, որից հետո որն է կանոն, հա, այդպես կկարողանաք ճիշտ ղեկավարել։ Գումարային առումով սա կայուն վիճակ է, ինչ որ խնդիրներ գումարային չկա, դե բարձր քարտ է եւ հավանականությունը մեծ է նաեւ գումար ստանաք։ Առողջությունը եւս էլի հիանալի է։ Եվ ինչ որ մի բանից կարող եք բավարարվածություն զգալ այս նորալուսնից հետո։ Ինչ որ մի բանը վերջնականապես կկատարեք, կանեք, կվերջացնեք։ Սա նաեւ ընտրություն է, որ մարդը բավականին այստեղ շատ առաջարկներ կարող են լինել, օրինակ այստեղ եթե նայում ենք, կամ երկրպագուներ են այստեղ, կամ ընտանիքով օրինակ նստում եք, խոսում եք եւ ինչ որ ամեն մեկը մի բան է առաջարկում եւ այդպես, ոնց որ ընտրության առջև կարող եք կանգնեցնել աշխատանքի միջև, ինչ գործ անեք, ինչ գործ սկսեք։ Անայն դեպս աշխատանքում եւս այս քարտը հաջողությունը ձեզ տալի գումարի հետ կապված, եւս լավ եկամուտ, առողջությունը եւս էլի հիանալի է, շատ լավ է, այնպես որ ոչ մի այստեղ խնդիր չկա, նորալուսից հետո կարող եք յուրաքանչյուր բան սկսել միգուցե ծիրոք այս պահին ընտրության առջև եք կանգնած եւ հետո արդեն կողմնորոշվում եք եւ անում եք։ Այդ նորալուսինը կարող է ձեզ համար բերել, հա, ինչ որ ինքը այդ էներգիան աճում է, ձեր մտքերն էլ կարող է եւս որտեղ այստեղ ձեր դիրքը գիտեք, ամեն ինչ լավ գիտեք, որտեղ եք դուք գտնվում, կամ եթե ուզում եք հասնել այս դիրքին, ապա ոնց որ ասում են ճիշտ ընտրություն պետք է անեք, պետք է չխճճվեք ինչ որ բաների մեջ, կոնկրետ ֆիքսվեք մեկ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը միմիայն հաջողություններ ձեզ բերի։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին այս նորալուսնի ժամանակ ապրիլի 17-ին։ Այդքան էլ լավ քարտեր չեն հարգելի այդ եղջյուրները, այստեղ երկու քարտերն էլ, հա, մի փոքր դե խոսենք երկուսի մասին էլ հիմա ավելի մանրակրկիտ, որ ավելի այդպես པարզ լինի ձեզ համար։ Սա մի փոքր վախեր ունեք ձեզ մոտ, նաև գիշերը գալիս է, ինչ որ մտքեր են գալիս ձեր մոտ եւ այդ մտքերից էլ եւս էլի վախենում եք, կամ այդ վախերից է գալիս այդ մտքերը միգուցե նաև ինչ որ երազներ եք տեսնում, այդ հոգեբանական հայ ձեր վիճակը տալիս եք նաև ձեր երազներին, այդպես ձեզ ցույց է տալիս ինչ է լինելու, ավելի եք սկսում վախենալ։ Անհանգստություն է ինչ որ մի բանի հետ կապված։ Այստեղ եւս է փլուզման քարտն է։ Բայց նայեք, այս մյուս քարտում ինքը ինչ որ մարդ է փլուզում։ Նայեք այստեղ ինչ որ ձեռքեր կան։ Աչա փլուզման քարտը չէ։ Փլուզման քարտը չի, վայ։ Ինչքան նման էր։ Չէ, փլուզման քարտը չէ։ Բայց անհանգստություն կա, իրոք։ Մտահոգություններ կան նաև հարաբերությունների հետ կապված, միգուցե ինչ-որ կասկածներ կան, միգուցե ինչ-որ բաներ են, որոնք որ ձեզ տանջում են։ Աշխատանքի վայրում եւս կարող է մեկը մյուսին է տալիս, այսինքն աշխատանքի վայրում ստրես է, անհանգստություն, դա գալիս է ընտանիք, կամ ընտանիքում այդ վիճակն է գնում է այնտեղ։ Եվ այդ ընդհանրապես նորալուսնի ժամանակ միայն պետք է այդ օրը զգաք դժվարություն, որովհետև այդ օրը մութ է, այդ օրը ոչինչ պարզ չէ։ Նման այդ օրը եթե աշխատում եք, այդ օրը կարող եք ինչ-որ դժվարություններ զգալ։
Գումարային էստեղ գումարի հետ կապված վախեր են եւս կամ որ կոչեք աշխատում ես պահին օրինակ դրա համար կարող է այդ պահն է գուցե որ չմնաք հանկարծ առանց գումար ինչ որ բան պետք է վճարեք դրանեք անհանգիստ նաև կարող է լինել սա անքնություն սա կարող է լինել նյարդային խնդիրներ դժվարություններ քնելու հետ կապված այնպես որ այստեղ պետք է լուրջ ձեզ ուշադրություն դարձնեք լուրջ հետևեք ձեր առողջությանը ձեր մտքերին այս նորալուսնից հետո պետք է հասկանաք որ ինչ-որ բան պետք է թողնեք հետևում եւ նոր սկսեք նորովին եւ այս դատաստանի քարտն է հա սա դա վերածնունդ է համարվում սա վերջնական որոշում է սա գիտակցում է համարվում դրա համար դուք այս վախերն ու այս ամեն ինչը պետք է այս սրանով կողոնակ ի վերջո հանեք վերածնվեք այս նորալուսնի ժամանակ վերջնական որոշում կայացնեք հարաբերություններին կարող եք երկրորդ հնարավորություն տալ, եթե ինչ-որ խնդիրներ կան, եթե այնտեղ կասկածներ ունեք։ Նաև աշխատանքի հետ կապված եւս կարևոր որոշում կկայացնեք, գումարի հետ կապված եւս էլ ինչ-որ փոփոխություններ կան, կամ դուք այդ փոփոխությունները ի վերջո կմտցնեք, այդ վախերը կհանեք։ Դե եթե աշխատանքը չկար, ոնց որ աշխատեք եւ այդ էլ արդեն ամեն ինչը հա կուղվի առողջության հետ կապված է եւս էլի վերականգնում է նշանակում եթե այստեղ ունեք ստրես եթե ունեք անքնություն եթե խնդիրներ կան դժվարություններ կան խնդիրներ կան առողջության հետ կապված ստրեսային վիճակ է հա այստեղ սա հենց ասում է որ կվերականգնվեք դրանից ինքի ոնց որ եթե դուք պետք է ուզեք որտեվ նորալուսնի հետ մարդիկ նորովի են աճում, նորովի գնում են առաջ, էներգիան ուրիշ է արդեն եւ այն ինչ որ հնացել է պետք է հանել։ Վախերը, չգիտեմ ինչերը, ինչ ասել։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ միմիայն հաջողություն բերի։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին այս նորալուսնի ժամանակ ապրիլի 17-ին։ Դե այստեղ ամենայն դեպս սիրային քարտեր են, սա նոր սեր, նոր հնարավորություններ, նոր հարաբերություններ կարող է լինել։ Ոմանց մոտ այստեղ նոր ինչ որ մի բան է։ Այստեղ այս երկու քարտով եթե նայենք, ապա սա կարող եք ազդել հարաբերությունների վրա, կարող եք գրավել դիմացինին, լինի դա նոր հարաբերություններ, լինի դա ձեր երկրորդ կեսը, համիտև սակ այստեղ այս քարտը ոնց որ դուք եք, եւ դուք եք ասիչը, եւ դուք կկարողանաք հարաբերությունները ինչ-որ մի ձևով գուցե տղամարդ է նայում, գուցե կին է նայում, որ ավելի շատ կազդի այս նորալուսնից հետո իր ամուսնու վրա, ամենայն դեպս այս մոտակա 2 շաբաթ է։ Կողոնակ վերահսկել յուրաքանչյուր իրադարձություն ավելի վերցնել բռի մեջ, յուրաքանչյուր բան դա լինի աշխատանք, դա ինչ ուզում է լինի։ Աշխատանքի մեջ եւս է հաջողությունը ձեզ խոստանում, ձեր հմտությունների շնորհիվ նոր հնարավորություններ կբացվի նաեւ։ Եթե աշխատանքի եք փնտրում, ապա կարող եք գնալ, փորձել, որովհետեւ այստեղ նոր հնարավորությունները դա հենց վերաբերվում է աշխատանքի ընդունելությանը։ Եվ եթե ցույց տաք ձեր հմտությունները, ապա կարողանաք աշխատանք գտնել։ Եկամտի աճ, ճիշտ կկառավարեք ձեր ֆինանսական վիճակը, ձեր գումարները։ Դա լավ առողջություն է, նաև վերականգնողական փուլ է ոմանց մոտ սա։ Եթե ինչ-որ խնդիրներ ունեիք, ապա սա վերականգնել է նշանակում։ Եվ այստեղ բնական է սա նշանակում է պլանավորում, սա նշանակում է ապագան արդեն ոնց որ պատկերացնում եք ձեր ապագան, թե ինչպես կարող է լինել հարաբերությունները սա կողմ նոր ծանոթություն է, հարաբերությունների զարգացում, լավացում, եթե խնդիր կային ընտանիքում, այստեղ եւս ոնց ասում կվերցնեք ձեր ձեռքը ինչ-որ մի բան եւ կկարողանաք այն կառավարել։ Նաև եթե հարաբերությունների մեջ եք այդ կապը կզարգանա, առաջ կգնա, ինչ-որ որոշում կարող եք կայացնել զույգերով,
լինի դա ամուսնական, լինի ոչ։ Աշխատանքի հետ կապված է պլանավորում է, սա նաև նոր ուղղություն է, որը կարող է կա պլանավորել, օրինակ սա եմ ուզում անել, հենց նորալուսին էլ դա է մարդուն տալիս, նոր ուղղություն, նորովի, նոր բաներ, որ մարդը նոր սկսի։ Գումարը եւս էլի, գումարի հետ կապված նոր հնարավորություններ են, նոր ինչ-որ քննարկում է գումարային, ինչ-որ մեկի հետ արժեքի մասն եք խոսում, գնի մասին եք խոսում, առողջությունը եւս էլի հիանալի է, կայուն վիճակ, ոչ մի արտառոտ, այստեղ խնդիրներ չկան։ Հիանալի քարտը, սա մակը նշանակում է ես եմ եւ առաջին տեղում եմ, մակը մեկ-մեկ լինում է, որ մարդը ոնց որ մանիպուլացնում է դիմացինին։ Նաեւ ինքը ոնց որ ինքն է առաջին դերում եւ մարդկանց խաղացնում է։ Դա ընդհանրապես այս քարտի հետ կապված ինքը ուրիշ դեր է տանում, սա ավելի շատ է, չի մանիպուլացնում։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ բերի միայն հաջողություն։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին այս նորալուսնի ժամանակ ապրիլի 17-ին։ Այստեղ ինչ որ նայեք, սա մարդը ցանել է եւ ընդհանրապես դա այստեղ մի քիչ ցույց է տալիս, որ արդեն աճել է, դե ավելի լավ որ արդեն աճել է։ Այստեղ գումարը ցանել է եւ սպասում է, որ նրանք աճեն, դուրս գան։ Բայց այդ աճելու հետ մեկտեղ այս պահին մի փոքր նեղվում եք։ Կամ չեք հավատում, որ այն կաճի, կուղվի ձեր վիճակը, կամ ինչ որ մի բան է այստեղ, որ նեղվում եք։ Ուրեմն, այստեղ մարդը կամ սպասում եք գումարի, կամ ինչ-որ նորություն կլսեք գումարի մասին եւ այդպես կսպասեք, որ ստանաք։ Այստեղ նաեւ սա ձեր արած աշխատանքը կով վերագնահատեք։ Օրինակ այսքանով սկսեք վաճառել, որովհետեւ ինչ որ փոփոխություններ կարող եք անել։ Այստեղ որովհետեւ անհանգստություն ունեք, այստեղ խնդիրներ է սա ֆինանսական։ Անձնական կյանքում սա նշանակում է համբերություն, որ հարաբերությունները կլավանան, որ կփորձեք ծանոթանալ դիմացինի հետ, որ կհաշտվեք, այդպես համբերատար սպասում եք։ Աշխատանքը եւս ոնց որ սկսել եք եւ արդյունքներին եք սպասում, կամ արել եք, կամ դիմում եք, ռեզյումեներն եք տանում, հանձնում այստեղ այնտեղ եւ ոնց որ սպասման վիճակում եք, թե ով ձեզ կկանչի։ Գումարը եւս այստեղ դանդաղ աճ է։ Եթե բիզնես ունեք, եթե աշխատում եք, եթե ասել են աշխատավարձը կբարձրացնենք, կարող դանդաղ է, կարող քիչ-քիչ է, դեռ սպասում եք, որ բարձրացնեն։ Առողջության համար եւս սա դանդաղ վերականգնում է։ Վերականգնում, ոնց որ եթե ինչ որ վիրահատություն է կարել եւ այլն, դեռ պետք է կարգավորվի, այդպես շատ արագ չի վերականգնվում։ Դե նորալուսինը տալիս է այդ ինչքան որ նա աճում է, այնքան ինքը ավելի ձեզ կկարողանա վերականգնել։ Ճիշտ է, լավ կլինի, որ նվազող լույսի ժամանակ լինի, որովհետեւ այդ խնդիրը վերանում է, ոչ թե առաջանում։ Բայց սա ոնց որ ավելի, եթե նորալուսին նայենք, ինքը վերականգնողական փուլը ավելի լավ է ձեզ համար։ Եվ այստեղ ընդհանրապես այս քարտը հենց նշանակում է կորուստ, եթե ոնց որ մարդը այստեղ սպասում է, այստեղ սա հենց դժվարություններ են, որոնք որ այդ ոնց որ մարդը դե սպասում է դրա համար նեղված է դեռ այս պահին։ Հարաբերությունները եւս էլի, եթե այստեղ սպասում եք, որ կայանանա, եթե այստեղ սպասում եք, համբերատար այդպես սպասում եք, ապա սա նշանակում է ոնց որ սառը շրջան է, մենակություն է սա։ Մենք գուցե այս նորալուսի ժամանակ այդպես ինչ որ հատուկ նոր ծանոթություններ չլինեն, երկու քարտն էլ դա է ասում։ Հարաբերությունները կարգավորումը դեռ այս երկու շաբաթվա ընթացքում դեռ մարդը ոնց որ պետք է սպասի, որպեսզի վերականգնվի այդ ամենը, իսկ նոր ծանոթություն այս երկու քարտերով ամենայն դեպս ես որ չեմ տեսնում այդտեղ։
աշխատանքը եւս էստեղ, հա, կարող խնդիրներ լինել մի փոքր։ Դե ոնց որ մեկը մյուսին համադրում է։ Միգուցե այսպես պետք է լիներ, ամենայն դեպս մարդը, որ ինչքան մարդը ոնց որ սպասում եք գումար, բնականաբար այս պահին գումարի խնդիր կա։ Չէ՞, սպասում եք, որ գումարը գա։ Աշխատանքի արդյունքները, որ գնահատեն, որ վճարեն, որ սա, բնականաբար հա խնդիրներ կան։ Մտածում եք նաև այստեղ, միգուցե աշխատանքը փոխելու մասին, միգուցե դե ինչ որ երբ որ մարդը արդյունքների է սպասում, դեռևս այս երկու շաբաթվա ընթացքում ես չեմ տեսնում մենակ որ ձեզ կարող են կանչել աշխատանքի, հա, եթե այս քարտով վերագրենք, հա, այս քարտը ավելի շատ ոնց որ խնդիրները աշխատանքին կորուստա, քան աշխատանքի ձեզ կկանչեն։ Ոչինչ, կարևորը դուք տարեք տվեք, կարևորը դա է։ Ֆինանսական եւս այստեղ դժվարություններ կան եւ առողջությանը եւս պետք է ուշադրություն դարձնել այստեղ թուլությունը։ Սա թուլություն է, սա դանդաղ վերականգնում, դե բնական է այդպես է։ Երկու քարտերն էլ հետաքրքիր է, որ մեկը մյուսին լրացնում է, ոչ թե մեկը մյուսին ասում ինչ է լինելու շարունակությունը, հա, այսինքն ցույց է տալիս ձեր ներկայիս վիճակը ոչ թե ինչ է լինելու ձեզ մոտ, ցավոք սրտի, ցույց չտվեց թե ձեզ մոտ ինչ է լինելու։ Ահա, եթե այստեղ նայենք, ուղղակի քարտը վերցեցի, սա նշանակում է հենց առաջընթաց, ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի պետք է մարդը հուսահատվի յուրաքանչյուր դեպքերում, որտեղ մարդը սպասման մեջ է, բայց այստեղ դժվարություններ են եւ իր համար այդ ամեն մի սпасել ամեն մի րոպեն խնդիրներ է եւ սա ինձ դա է ասում որ վերջ, հա, սպասման ժամանակը կարող է լրանալ եւ դες մոտ ինչ որ բաներ առաջ գնա։ Խնդիրներից ազատվեք, միգուցե 2 շաբաթ հետո է դա տեղի ունենալու, միգուցե այս 2 շաբաթվա մեջ, բայց ինչ որ մի բանը ձեզ մոտ առաջ կգնա, այնպես չի որ դժվարություններով կթողնի ձեզ, հա, այս նորալուսինը, դեռ անհնարին է, հա, դա անհնարին է որ ինչ որ բաներ այդպես լինի։ Մի քիչ դժվարություններ կան, բայց հաղթահարելի են, յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր։ Այսքանը ձեզ համար, թող որ այս նորալուսինը ձեզ բերի միմիայն հաջողություն։